Ժամը 20-ն է Open Media-ի ուղիղ եթերում Renews լրատվականի գլխավոր թողարկումն է։ Մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անին եմ Զաքարյան, շատ բարի երեկո, թեմաների մասին նախ համառոտ։ Կառավարությունը քննարկման է դրել իրական Հայաստանի գեղագիտության հայեցակարգը, մշակույթի գերատեսչությունը նաև հիմնավորում է ներկայացրել։ Ադրբեջանը շարունակաբար ավելացնում է ռազմական բյուջեն, ինչ համադրության մեջ են տարածաշրջանի երկրների բանակների անձնակազմն ու զինտեխնիկան։ Հայ-թուրքական բանակցային հաջորդ ռաունդը նախատեսված է Թուրքիայում, հայկական կողմի բանագնաց Ռուբինյանը 7-րդ հանդիպան ժամկետը չի նշել։ Բաքվի բանտում հացադուլ հայտարարած Վիգեն Էուլջեկչյանից ոչ մի տեղեկություն չկա, արգենտինացի փաստաբանի ահազանգը։ Կաստել Գոնդոլֆոյի պալատում ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպել է Հռոմի Լևոն 14-րդ պապի հետ, հայոց վեհափառը բարձրացրել է տեղահանված արցախցիների հիմնախնդիրները։ Երկրի գործադիր իշխանությունը նոր հայեցակարգ է քննարկման դրել հանրության սեղանին իրական Հայաստանի գեղագիտությունը, ինչ է իրենից ներկայացնում հայացք դեպի ներս գաղափարը եւ ինչ չափորոշիչներով պետությունը կխրախուսի գեղագիտական աշխատանքը, եթե նախագիծն ընդունվի։ Ընդդիմախոսներն ահազանգում են, իշխանությունը ձգտում է խմբագրել արվեստը, մինչդեռ նախագծի հանրային քննարկման էջում դրական արձագանքներն ավելի շատ են, քան բացասականները։ Արդյոք սա նոր կյանք է նոր տիկերի մեջ, ինչպես ուղերձում ասել էր վարչապետը, այս հարցերի պատասխաններն է փորձել գտնել իմ գործընկեր Սիմոն Հովհաննիսյանը։ Կառավարությունը քննարկման է դրել իրական Հայաստանի գեղագիտության հայեցակարգը։ Հիմնավորումն այսպիսինն է, պետությունն ամրապնդվում է ոչ միայն տնտեսական ու իրավական, այլև գեղագիտական ձևերի միջոցով։ Եթե այս նախագիծն ընդունվի, հստակ սկզբունքներ ու չափորոշիչներ կգործեն, որոնց առկայության դեպքում պետությունը կխրախուսի գեղագիտական աշխատանքը։ Սա արվեստի խմբագրում է, ասում են ընդդիմախոսները, թեև Իդրավթ հարթակում, որտեղ տեղադրվել է նախագիծը, հանրային քննարկման համար ավելի շատ հավանումներ ունի, քան դեմ կարծիքներ։ Խաղաղությունից հետո սա նոր կյանք է նոր տիկերի մեջ, նոր գինի է պետք, ուղերձում էր ասում վարչապետը։ Համաձայն նոր կտակարանի այն խոսքի, թե նոր գինին հին տիկերի մեջ չեն դնում, ինչպես ասվում է կտակարանում, ապա թե ոչ, տիկերը կպատրվեն եւ գինին դուրս կթափվի եւ տիկերը կփչանան, այլ նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում եւ երկուսն էլ պահվում են։ Այլաբանորեն նոր տիկը կարծես թե իրական Հայաստանն է, որի գաղափարախոսությունը կրող գեղագիտական տեղորոշում ըստ հիմնավորման դեռ չունենք։ Տեղում ոտքի վրա տեղորոշման մի օրինակ կիրակի էր, երբ Նիկոլ Փաշինյանը այցելել էր ցանկապատ ներկայացմանը։ Դերասանների խոնարհումից հետո վարչապետը հարցուփորձ էր անում հասկանալու ներկայացման ասելիքը։ Ամբողջ խնդրը տեղ է, որ մեկ Հայաստան սարքելու համար պետք է ոչ թե ցանկապատները քանդել, այլ ցանկապատ դնել։ Որովհետև երբ որ չկա ցանկապատ, չկա եւ Հայաստան։ Որովհետև երբ որ չկա ցանկապատ, չկա Հայաստան։ Որովհետև երբ որ դու ցանկապատը քանդում ես եւ ասում ես, գիտես ինչ, այն կողմը Հայաստան, այն կողմն էլ է Հայաստան, այն կողմն էլ է Հայաստան, այդ ցանկապատը ուշադիր եղեք, ոչ միայն մեզ է պահում, այլ ուրիշների, ոչ միայն մեզ է սահմանափակում, այլ ուրիշներին է սահմանափակում։ Ներկայացման ավարտը համացանցում բուռն քննարկման առարկա էր, ինչ էր ուզում ասել Ստեփան Զորյանը, հեղինակը, ինչ էին ուզում ասել դերասանները ու ինչ էր հասկացել ինքը վարչապետը։ Իրական Հայաստանի գեղագիտության հայեցակարգը ըստ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի ընտրություններին ընդառաջ մտածված քայլ է։ Ելնելով դրանից, որ նրանք մոռացության են մատուցի ժողովրդը նրանց նկատմամբ ունի որոշակի զգացմունքային վերաբերմունք եւ այդ զգացմունքային վերաբերմունքը չեզոքացնելու համար նոր մրցույթային օրինում կապված այս արկա սահմաններում գեղագիտական ինչ-որ գործոնի նկատմամբ ասենք, որպեսզի մուշ ասուն եկելու փոխարեն պայմանական ասած եկել չգիտեմ Արագած, Ստեփան, Լորի, Բամբակ, Շունիկ եւ այլն։ Ընդամենը նախընտրական կամպանիայի ժամանակ լրացուցիչ կողմնակիցներ ձեռք բերելու տեխնոլոգիա, որը որ չաշխատող գործընթաց է։ Ըստ քաղտեխնոլոգի այդ հնարքը չի աշխատելու, որովհետև դա մեր գենետիկ հիշողության մեջ է։ Զանգեցինք նաև կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, ասացին, որ դեռևս չեն մեկնաբանում այս նախագիծը։ Հիմնավորումից ավելի այս փուլում ոչինչ չունեն ասելու։ Իշխող ուժի падգամավորներից մի քանիսի հետ էլ փորձեցինք կապ հաստատել։ Արձագանքողները հիմնականում ասացին, որ թեման նոր է, դեռ ծանոթ չեն բովանդակությանը։ Սիմոն Հովհաննիսյան, Open Media։
Հայաստանյան անձնագրերի կնիքից Արարատ լեռան հանելու շուրջ վեճը շարունակվում է սոցցանցերից փողոցներ հասնելով։ Իշխանության ներկայացուցիչը պնդում է, դա ընդամենը տեխնիկական որոշում է եւ այլ հատուկ նպատակ չկա, սակայն գաղափարի հակառակորդներն այդ որոշումը դիտարկում են Թուրքիային զիջումների համատեքստում։ Եվ նրանք հարցեր են բարձրացնում, արդյոք վաղը հարևանների հետ խաղաղության համար կփոխվեն այլ խորհրդանիշներ։ Մենք չունենք տաբու թեմաներ քննարկման համար, ասում է պատգամավորը։ Մեր ռեպորտաժում կքննարկենք բանավեճի կողմերի տեսակետները եւ կվերլուծենք, թե արդյոք այդ քայլը մարտահրավեր է ազգային ինքնությանը։ Աննա Հարությունյանի ռեպորտաժը դիտենք։ Չի մարուն վեճը համացանցից փողոցներ Արարատի պատկերը անձնագրային կնիքից հանելու շուրջ։ Իշխանական պատգամավորներից Հասմիկ Հակոբյանը մեծ հետ զրույցում հերքում է, թե լեռան պատկերը հանելը հատուկ իմաստ է ունեցել։ Ասում է, մեծ տեղ է զբաղեցրել։ Կնիքը փոխելը շատ տեխնիկական պատճառ է ունեցել, այսինքն մեծ է եղել կնիքը հիմա ավելի փոքր է լինելու անձնագրերում տեղ չկա այդքան կնիքներ խփելիս, գրեթե չկա երկիր, որտեղ բան են անում, ինչու սիմվոլներ այն պատկերում։ Կնիքի փոփոխության շուրջ հանրային բանավեճը սակայն հարցեր է առաջացնում նաև մյուս պետական խորհրդանիշների վերանայման մասին, այսինքն հնարավոր է վաղը հանուն հարևանների հետ խաղաղ գոյակցության թուրքերին ոչ հաջող այլ անունների կամ պատկերների փոփոխություններ լինեն։ Պատգամավորն ասում է, իրենք ցանկացած թեմա կարող են քննարկել ժողովրդի հետ, փակ թեմաներ չունեն։ Մենք չկան այսպես տաբու թեմաներ, ամեն ինչ կարող ենք քննարկել մեր հասարակության հետ, բայց ոչ մի քննարկում չունենք։ Աշխարհում շատ այլ օրինակներ կան, երբ պետությունների ազգային խորհրդանիշները ներառում են տարածքներ կամ պատմական հղումներ, որոնք այդ պահին իրենց սահմաններից դուրս են։ Իսրայելական Էզրա եւ Նեհեմիա հուշամեդալը նվիրված է 1950-ից 52 թվականների օդային գործողությանը, որով Իրաքից Իսրայել տեղափոխվեցին ավելի քան 120,000 հրեա, բաբելոնյան գերությունից 2500 տարի անց։ Հուշամեդալի դիմերեսին պատկերված է թռիչքի ուղիղ երթուղին Բաղդադից Թել Ավիվ, որն ակնհայտորեն հատում է Իրաքի եւ Հորդանանի ինքնիշխան տարածքները։ Իսրայելի համար սա ոչ թե տարածքային պահանջ է, այլ պատմական արդարության վերականգնման եւ ազգային վերադարձի տոնակատարություն։ Աննա Հարությունյան, Reopen Media։ Անդրադառնանք մեր տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող մի շատ կարևոր թեմայի՝ երկրների ռազմական բյուջեներին եւ պաշտպանական քաղաքականությանը։ Արդեն հայտնի է, որ եկող տարի Ադրբեջանը կրկին ավելացնելու է իր ռազմական ծախսերը, մինչդեռ մեր հյուսիսային հարևան Վրաստանը շարունակում է պահպանել իր պաշտպանական քաղաքականության հիմնական ուղղությունները՝ ՆԱՏՕ-ին ինտեգրումը առանց կտրուկ ռազմականացման։ Հայաստանն իր հերթին հայտարարում է ռազմական ծախսերը նույն մակարդակի վրա պահելու մասին, միաժամանակ սկսելով պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման գործընթացը։ Փորձենք միասին դիտարկել բոլոր զարգացումները եւ հասկանալ, թե ինչ ռազմական դիրքերում են գտնվում մեր տարածաշրջանի երկրները։ Իմ գործընկեր Մերի Դանիելյանն է ներկայացնում։ Եկող տարի Ադրբեջանը ռազմական բյուջեն կավելացնի մոտ $100 միլիոն։ Երկիրը, որի հետ ըստ Փաշինյանի այլևս խաղաղություն է լինելու, 2026-ին բյուջեի 21%-ը կծախսի բանակի անվտանգային կառույցների վրա։ Նախորդ տարվա պետական բյուջեով այս ծախսերը կազմել են $3 միլիարդ 390 միլիոն համարժեք մանատ, 6%-ով ավելի 2023-ից։ Սա էլ քիչ է, նույն տարվա մայիսին կառավարությունը լրացուցիչ մոտ $600 միլիոն է տվել հատուկ նշանակության նախագծերի համար։ Եկող տարվա Ադրբեջանի պաշտպանական բյուջեն $5 միլիարդ 142 միլիոն է։ Այդ երկրի հիմնական ռազմավարական գործընկերները մնում են Իսրայելը, Թուրքիան եւ Պակիստանը։ Հենց այս օրերին օկուպացված Շուշիում Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին է հանդիպել Ալիևը։ Սելջուկ Բայրակթար Օղլուն ասել է, որ հատկապես ռազմական ոլորտում են իրենց կապերը հաջողությամբ զարգանում։ Ստոկհոլմի խաղաղության ինստիտուտի տվյալով Ադրբեջանն ունի հետևյալ զինված ուժերն ու սպառազինությունը՝ 126,000 ակտիվ զինծառայող, 300,000 պահեստազոր, 400-ից ավելի տանկ, 90-ից ավելի միավոր համազարգային կրակի ռեակտիվ համակարգ, 30 միավորից ավելի կործանիչ ավիացիա։ Մեր մյուս հարևանը Վրաստանը առաջնորդվում է երկու հիմնական նպատակով՝ տարածքային ամբողջականության պաշտպանություն եւ ՆԱՏՕ-ին ինտեգրում։ Չլուծված հակամարտությունների եւ ռուսական գործոնի ֆոնին Թբիլիսին պաշտպանական ծախսերը ոչ զգալիորեն, բայց կայուն կերպով ավելացնում է։ Վրաստանի կառավարությունը նախորդ տարի պաշտպանականությանը $518 միլիոն է հատկացրել։ Կտրուկ ռազմականացման փոխարեն Վրաստանը կենտրոնացել է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող պրոֆեսիոնալ եւ տեխնոլոգիապես զարգացած բանակ ձևավորելու վրա։ Վրաստանն ունի հետևյալ զինված ուժերն ու սպառազինությունը՝ 20-ից 25,000 ակտիվ զինծառայող, մինչև 60,000 պահեստազոր, 100-ից ավելի տանկ, 40-ից ավելի համազարգային կրակի ռեակտիվ համակարգ, 0 կործանիչ ավիացիա, 10-ից 12 միավոր գրոհիչ ավիացիա։
Հայաստանում ռազմական ծախսերը կմնան նույնը, հայտարարել է կառավարության ղեկավարը, պատճառաբանելով, որ այս տարի պաշտպանական ծախսերի կտրուկ աճ է տեղի ունեցել եւ դա հիմնականում պայմանավորված է ըստ Փաշինյանի միջազգային ծրագրերով ձեռքբերումների եւ պարտքի սպասարկման անհրաժեշտություններով։ Բացի այդ, կառավարությունը շրջանառության մեջ դրեց մի նախագիծ, որի ընդունման դեպքում 6 ամսով կկրճատվի պարտադիր զինվորական ծառայության ժամկետը, դառնալով 1.5 տարի։ Նախորդ տարի պաշտպանության նախարարությանը հատկացվել է գրեթե 1.5 միլիարդ դոլար, ինչը մոտ 7.3%-ով ավելի է 2023-ի ցուցանիշից։ Այս տարի այդ թիվը 1 միլիարդ 730 միլիոն դոլար է։ Բաց աղբյուրներով այժմ Ֆրանսիան եւ Հնդկաստանն են Հայաստանի զենքի հիմնական մատակարարները։ 2024-ին Հայաստանը եռակողմ ռազմական համագործակցության ծրագիր է ստորագրել Հունաստանի եւ Կիպրոսի Հանրապետության հետ։ Ըստ Global Firepower վերլուծական կենտրոնի զեկույցի, Հայաստանն ունի հետևյալ սպառազինությունը. 45,000-ից ավելի ակտիվ զինծառայող, 210,000-ից ավելի պահեստազոր, մոտ 110 միավոր տանկ, 145 միավոր համազարգային կրակի ռեակտիվ համակարգ, 4 միավոր կործանիչ ավիացիա։ Այսպիսով, երբ նայում ենք մեր հարևանների ռազմական բյուջեի հատկացումներին, նկատելի է, որ 3 տարբեր մոդելներ կան։ Ադրբեջանը շարունակում է հետևողական ռազմականացման քաղաքականությունը։ Վրաստանը որդեգրել է զուսպ մոտեցում, շեշտը դնելով ՆԱՏՕ-ի չափանիշներով բանակ ունենալու վրա։ Իսկ Հայաստանն այժմ ավանդական զինված ուժերը պրոֆեսիոնալ ռելսերի վրա տեղափոխելու գործընթացում է, զուսպ սպառազինվելով եւ ժամկետային ծառայությունը համադրելով պայմանագրայինի հետ։ Ադրբեջանական բանտում ապօրինի պահվող Վիգեն Էուլջեկչյանը 36 օր առաջ հացադուլ էր հայտարարել եւ այժմ ոչ մի լուրջ չկա, դադարեցրել է այն թե ոչ։ Հարազատները լուրջ ունեն նրա առողջական վիճակի մասին, նաեւ նրա արգենտինացի փաստաբանը։ 5 տարվա գերության ընթացքում Էուլջեկչյանը ենթարկվել է ֆիզիկական ու հոգեբանական բռնության։ Մեզ հաջողվել է զրուցել Լիբանանում գտնվող նրա կնոջ հետ։ Դիտենք Անի Հովանեսյանի պատրաստած տեսանյութը։ Ադրբեջանի բանտերում պահվող 23 հայ գերիների մասին տեղեկություններ ստանալը օրեցօր ավելի է դժվարանում։ Այս ամսվանից Ադրբեջանում դադարեցվեց Կարմիր խաչի գործունեությունը։ Այն միակ միջազգային անկախ կառույցն էր, որ կարողանում էր այցելել Բաքվի բանտերում պահվող հայերին, տեղեկանալ նրանց իրական վիճակի, առողջական խնդիրների մասին, անհրաժեշտ հագուստ ու հիգիենայի պարագաներ փոխանցել, ինչպես նաև հեռախոսային կամ տեսակապ ապահովել հարազատների հետ։ Վիգեն Էուլջեկչյանը այն 7 քաղաքացիական անձանցից մեկն է, որ արդեն 5 տարի Բաքվի բանտում է։ Նա 36 օր առաջ հացադուլ էր սկսել։ Էլուջեկչյանի փաստաբան Լուչինա Մինասյանը, որ բնակվում է Արգենտինայում, Փաստինֆոյի հետ զրույցում նշել էր, որ տեղեկություն չունի հացադուլը դադարեցնելու կամ շարունակելու մասին։ Կարծում ենք նա շարունակելու է հացադուլը անկախ հետևանքներից։ Նա այլևս չի կարողանում հաղթահարել բանտային պայմանները։ 46-ամյա Էուլջեկչյանը Հայաստանի եւ Լիբանանի քաղաքացի է։ Նրան առևանգել են ադրբեջանական զինվորականները 2020-ի նոյեմբերի 10-ին հրադադարի ստորագրումից 1 օր անց։ Վիգենի կինը Լինդան ակտիվ հրապարակումներ է անում X-ում, ուղիներ փնտրելով ամուսնուն Բաքվի բանտից ազատելու համար։ 1 year, yes. Մեկ տարի առաջ նրան թույլ չէին տալիս ինձ հետ արաբերեն խոսել, բայց երբ ես սոցիալական ցանցերում բարձրաձայնեցի, որ հայերեն խոսել չեմ կարող, միայն երեխաներս են խոսում, բայց ես ոչ, ինձ պետք է որ նա հասկանա ինձ, իսկ նա էլ չէր հասկանում ինձ ու շատ էր զայրանում։ Հենց դրա համար էլ գնաց հացադուլի, եւ դրանից հետո թույլ տվեցին, որ միշտ արաբերեն խոսի ինձ հետ։ Լինդան այժմ ոչ մի տեղեկություն չունի ոչ Վիգենի վիճակի, ոչ էլ դատավարության ընթացքի մասին։ I don't have any idea. Ես գաղափար չունեմ, նա ողջ է հիմա, թե ոչ, լավ է, թե վատ։ Ես ամեն օր փորձում եմ գրել սոցիալական ցանցերում, տեսանյութեր հրապարակել, որ մարդիկ հիշեն, որ Վիգենը բանտում է։ Նրան օգնություն է պետք, բոլոր գերիներին է օգնություն պետք, նրանց բոլորին նույն ձևով են վերաբերվում, ոչ միայն Վիգենին։ Գերության 5 տարիների ընթացքում Էուլջեկչյանը ենթարկվել է ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունների, պատմում է կինը։ Բացի այդ, ըստ տեղեկությունների, Էուլջեկչյանին զրկել են պատշաճ սննդից ու բժշկական օգնությունից։ I spoke with Vigen the first. Ես այս ամիս առաջին անգամ խոսեցի Վիգենի հետ։ Նա զանգեց ինձ։ Քանի որ Կարմիր խաչը դադարեցրեց իր գործունեությունը Ադրբեջանում, մենք որևէ լուրջ չէինք ստանում գերիների մասին, բայց նրան թույլ տվեցին 2 անգամ զանգել ինձ։ Առաջին անգամ նրա վիճակը լավ չէր, ցավերի մեջ էր։ Երկրորդ անգամ արդեն 1 ամիս անց ես նորից լսեցի ամուսնուս ձայնը, բայց հազիվ էի ճանաչում։ Նրա ձայնը շատ թույլ էր, նա գրեթե չէր կարողանում խոսել։ Եվ երբ հարցրի ինչու է ձայնդ այդպիսին, ասաց, որ արդեն 20 օր է ինչ հացադուլի մեջ է։ Այս զանգը վերջինն էր, որ Լինդան ստացել է Վիգենից։ But I tried to give him a hope. Բայց ես փորձեցի նրան հույս տալ, որ շուտով ազատ կարձակվի։ Իսկ ինքը կարծես հասկանում էր, չգիտեմ, բայց այնպես խոսեց, ասեց հրաժեշտ էր տալիս ինձ, իր ընկերներին, երեխաներին, ասես մահվան էր պատրաստվում։
Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով շինծու դատավարությունը։ Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը եւ այլք։ Նախկին պետնախարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։ Անի Հովհաննիսյան, Ռեոփեն մեդիա։ Ամենայն հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը Կաստել Գանդոլֆոյի առաքելական պալատում հանդիպում է ունեցել Հռոմի Սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ պապի հետ։ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորել է Սուրբ Պետրոսի աթոռի գահակալին ընտրության, ինչպես նաև ծննդյան 70-ամյա Հոբելյանի առիթով Գարեգին հայրապետը վստահություն է հայտնել, որ հայ առաքելական եւ կաթոլիկ եկեղեցիների հարաբերությունները կշարունակեն զարգանալ եղբայրական ոգով ու ջերմությամբ։ Հովվապետերն անդրադարձել են աշխարհում տեղ գտնող արհավիրք ու մտահոգիչ զարգացումներին, Հայաստանի եւ հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին ու դիմագրաված փորձություններին։ Հայոց վեհափառը Սրբազան քահանայապետի ուշադրությունն է հրավիրել Արցախից տեղահանված հայության հիմնախնդիրների, ոչնչացման վտանգի առջև կանգնած հայ հոգևոր եւ մշակութային ժառանգության պահպանության, ռազմագերիների եւ պատանդարվածների ազատ արձակման հրամայականի վրա։ Նա Լևոն 14-րդին հրավիրել է Հայաստան։ Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Սթիվեն Դոութին Բաքու այցի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու մասին։ Foreign Office-ից հայտնել են, որ Դոութիի օրակարգում են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության եւ տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Նշվում է, որ Մեծ Բրիտանիան Ադրբեջանը համարում է Հարավային Կովկասում ամենակարևոր ռազմավարական գործընկերներից մեկը։ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Դոութին նշել է տարածաշրջանային կայունության եւ բարգավաճման ապահովման գործում Ադրբեջանի կարևոր դերը։ Հաղորդագրության մեջ նշվում է, թե հաստատվել է Մեծ Բրիտանիայի բարձր գնահատականը տարածաշրջանային խաղաղության գործընթացում Ադրբեջանի կառուցողական առաջնորդությանը։ Դժվար չէ նկատել, որ Լոնդոնի պատկերացումներով, սպառնալիքներով հագեցած ռետորաբանությամբ աչքի ընկնող խաղաղության պայմանագրի ստորագրման համար նախապայմաններ առաջ քաշող կողմն է կառուցողականը։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Թուրքիայում։ Սա մեր 6-րդ հանդիպումն էր եւ առաջինը երկու երկրներից մեկում մեր երկրում, այսինքն մինչ այս բոլոր պաշտոնական հանդիպումներն անցկացրել էինք երրորդ երկրներում մեկ անգամ հենց սահմանին։ Իսկ այս անգամ հանդիպումը տեղի ունեցավ Երևանում։ Սա սիմվոլիկ առումով դրական է, կարծում եմ հաջորդ հանդիպումն էլ Թուրքիայում կանցկացվի, ամսաթիվը դեռ որոշված չէ, ասել է Ռուբինյանը։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտնել է, որ լեհական անվտանգության ուժերը վնասազերծել են Վարշավայում կառավարական շենքերի վրայով անցնող դրոնը եւ ձերբակալել Բելարուսի երկու քաղաքացիների։ Ավելի ուշ պարզվել է, որ նրանցից մեկն ուկրաինացի է եղել։ Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 10-ի գիշերը 19 ռուսական անօդաչու թռչող սարքեր խախտել էին Լեհաստանի օդային տարածքը։ Դրանցից մի քանիսը խոցել են Լեհաստանի եւ ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերը։ Շաբաթօրը Ռումինիան օդ է բարձրացրել կործանիչներ։ Այն բանից հետո, երբ ենթադրյալ ռուսական անօդաչու թռչող սարք է մտել երկրի օդային տարածք։ Հավելեմ նաև, որ ՄԱԿ-ի հանձնաժողովն էլ Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում ճանաչել է որպես ցեղասպանություն։ Միջազգային լրահոսի կարևոր դրվագները մեկ տեսաշարով։ Ռուսական զինված ուժերը վաղ առավոտյան հարվածներ են հասցրել Ուկրաինայի հարավ-արևելյան ենթակառուցվածքներին։ Հարձակումների հետևանքով զոհվել է մեկ քաղաքացի, եւս 7-ը ստացել են մարմնական վնասվածքներ։ Ավիահարվածներն ու հրետակոծությունները հրդեհների պատճառ են դարձել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իր ստորաբաժանումները շարունակել են հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմական օբյեկտներին մի շարք ճակատներում՝ Սումի, Խարկովի, Դոնեցկի, Զապարոժիայի եւ Խերսոնի շրջաններում։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 173 մարտական բախում։ Նշվում է, որ զինված ուժերը հաջողությամբ հետ են մղել ռուսական գրոհները մի շարք ռազմաճակատային ուղղություններով, այդ թվում Լիմանի, Տորեցկի եւ Պոկրովսկի շրջանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետական այցով մեկնել է Մեծ Բրիտանիա։ Նա թագավորության վարչապետ Քիր Սթարմերի հետ քննարկել է Ուկրաինային վերաբերվող հարցեր։ Նաև նախատեսվում է, որ կողմերը կստորագրեն առնվազն $10 միլիարդ տնտեսական գործարքներ, ներառյալ գերտեխնոլոգիական համագործակցություն, քաղաքացիական միջուկային էներգետիկայի եւ պաշտպանական ոլորտներում։ Պաշտոնյաների գնահատմամբ այցը նպատակ ունի խորացնելու դաշնակցային հարաբերությունները եւ ամրապնդելու համատեղ ծրագրերը։
Եմենի մայրաքաղաքում տեղի ունեցել ավելի քան 30 հութի զինվորականների հուղարկավորությունը, որոնք զոհվել էին անցյալ շաբաթ Իսրայելի օդային հարվածներից։ Իսրայելը հարվածներ էր հասցրել Սանային եւ Ալ-Ջաֆ նահանգին սեպտեմբերի 10-ին, ինչի հետևանքով ըստ հութիների առողջապահության նախարարության զոհվել է 35 մարդ, վիրավորվել 131-ը։ Հութիների ռազմական խոսնակը հերքել է, որ Իսրայելը թիրախավորել է հրթիռային կայաններ, պնդելով, որ հարվածը կատարվել է բացառապես խաղաղ բնակչության վրա։ Իսրայելը հայտարարել է, որ Գազա քաղաքի գրավման գործողությունը Համասին վերջնական ջախջախելու ծրագրի մաս է, քաղաքացիներին ուղղորդելով դեպի հարավում ստեղծված մարդասիրական գոտի։ ՄԱԿ-ը եւ մի շարք երկրներ ընդգծում են, որ այս ռազմավարությունը հանգեցնում է զանգվածային հարկադիր տեղահանման, մինչդեռ Գազայում աղետալի պայմանները արդեն հատել են բոլոր հնարավոր շեմերը։ Տեղական իշխանությունների տվյալներով Իսրայելի 2 տարի տևած ռազմարշավը խլել է ավելի քան 64000 մարդու կյանք։ Մինչ Իսրայելը իրականացնում է բացահայտ էթնիկ զտումներ եւ ցեղասպանություն, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ելույթ ունենալով Մյունխենի Ռայխենբախի նորակառույց սինագոգում հայտարարել է, որ ամաչում է հրեական համայնքի դեմ աճող հակասեմիտիզմից եւ վստահեցրել, որ կպայքարի դրա բոլոր դրսեւորումների դեմ։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Կարիբյան ծովի հարավային ջրերում ռազմական լարվածությունը Միացյալ Նահանգների եւ Վենեսուելայի միջև դարձյալ սրվել է։ Ամերիկյան ռազմանավերը հարվածել են վենեսուելական հերթական նավին, որին ընդամենը կասկածել են անօրինական թմրանյութերի տեղափոխման մեջ։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պայքարում է կոկաինի եւ ֆենտանիլի մաքսանենգության դեմ, սա արդեն երկրորդ հարձակումն է վերջին օրերին, որտեղ Միացյալ Նահանգները խորտակում է վենեսուելական նավեր, հղում անելով Tren de Aragua նարկոկարտելի հետ կապերին։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ամերիկացիների գործողություններն անվանել է ագրեսիա, իսկ իր պաշտպանության նախարարը սադրանք։ Ինչի կհանգեցնի այս լարվածությունը եւ արդյոք գործը կհասնի ավելի լայն բախման, պատասխանները փնտրել է մեր միջազգային մեկնաբան Դավիթ Գենջոյանը։ Ամերիկացի զինվորականները Վենեսուելայից ծովային երթուղով հավանական անօրինական թմրանյութեր տեղափոխող նավին հարվածելով սպանել են 11 մարդու, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը, նշելով, որ սա առաջին հայտնի գործողությունն է այն բանից հետո, երբ նրա վարչակազմը վերջերս ռազմանավեր է տեղակայել Կարիբյան ծովի հարավային մասում։ Այս հարձակումը վերջին օրերի ընթացքում արդեն երկրորդ դեպքն է, երբ Միացյալ Նահանգները միջազգային ջրերում խորտակում է վենեսուելական նավեր, պատճառաբանելով նարկոկարտելների հետ հավանական կապը։ Մենք ունենք ապացույցներ, ձեզ մնում է ընդամենը նայել օվկիանոսում ծրված առաքումներին, ամենուր մեծ բեռներ, կոկաինով եւ ֆենտանիլով։ Բացի այդ ունենք ձայնագրված նյութեր, որոնք ապացուցում են, որ նրանք այնտեղից էին դուրս եկել։ Ձայնագրել ենք շատ զգուշորեն, որովհետև գիտեինք, որ մեզ կարող են հետևել։ Մենք չափազանց զգուշ էինք, զինվորները հիանալի են աշխատել։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն գործողությունը որակել է ագրեսիա եւ ընդգծել, որ Վաշինգտոնի հետ պաշտոնական կապերը խզված են բացառությամբ նվազագույն հաղորդակցության, որը վերաբերում է կանոնավորված վենեսուելացիների վերադարձին։ Եթե ցանկանում եք մարիխուանա գտնել, նայեք Միացյալ Նահանգներին։ Նրանք արտադրում են սուպերսինթետիկ մարիխուանա, եւ այնտեղ դա օրինական է, թե արտադրությունը, թե սպառումը։ Ինչ կարող են նրանք ասել Վենեսուելայի մասին, երբ դրա բարոյական հիմքերը չունեն։ Վենեսուելայում դա մնում է անօրինական եւ կմնա անօրինական։ Մենք երբեք չենք տրվի որևէ թմրանյութ օրինականացնելու համար միտումին։ Միացյալ Նահանգները հայտարարել է Կարիբյան ավազանի հարավում ռազմական ներկայության ուժեղացման մասին թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի պատճառաբանությամբ։ Նախագահ Մադուրոյի պնդմամբ զոհերը ձկնորսներ էին, ոչ թե նարկոկարտելի անդամներ, իսկ նման միջադեպերն անվանել սադրանք։ Կարակասը պնդում է, որ սպանվածները կապ չունեն Tren de Aragua խմբավորման հետ, որի անունը կարծես թե դուր է եկել Թրամփին։ Tren de Aragua. 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 Ամերիկյան ռազմանավերի տեղակայումը սադրանք էր անվանել Վենեսուելայի պաշտպանության նախարարը։ Բոլոր այդ ռազմանավերի տեղակայումները, որոնք ուղղված են Վենեսուելայի դեմ դրոնների, ուղղաթիռների օգտագործումը նավերի հարթակներից, մենք այս ամենը դիտարկում ենք այստեղ, Վենեսուելայից, առանց վախի ու երկյուղի։ Մենք մշտապես զգոն ենք, հետևում ենք ցանկացած զարգացման, որը կարող է ազդել մեր ֆիզիկական անվտանգության վրա եւ սպառնալ մեր ինքնիշխանությանը։ Վաշինգտոնի եւ Կարակասի միջև լարվածությունը նոր թափ է հավաքում ռազմական միջամտությունների եւ կոշտ ռետորաբանության պայմաններում։ Սպառնալիքների փոխանակումը խորացնում է տարածաշրջանային անկայունությունը, հարվածի տակ դնելով Կարիբյան ավազանի անվտանգությունը։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։
Այժմ անդրադառնանք մի շատ կարևոր թեմայի, որը հուզում է աշխարհի յուրաքանչյուր քաղաքացու կյանքի որակն է դա։ Միջազգային առցանց Numbeo հարթակը հրապարակել է 2025 թվականի կյանքի որակի ինդեքսը, որն ինչպես միշտ մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային մամուլում։ Այս ինդեքսը հիմնված լինելով օգտատերերի տրամադրած տվյալների վրա մեզ թույլ է տալիս պատկերացում կազմել առօրյա կյանքի բոլոր կողմերի մասին, սկսած փողոցային անվտանգությունից մինչև շրջակա միջավայրի մաքրություն ու տրանսպորտային ծանրաբեռնվածություն։ Եկեք միասին ուսումնասիրենք այս վարկանիշային աղյուսակն ու տեսնենք, թե որ երկրներն են առաջատար, որոնք հետնապահ եւ ինչ դիրքերում ենք մենք հարավային Կովկասի երկրները։ Ինչպես նաեւ կարեւոր է հասկանալ, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել անցած տարվա համեմատ։ Իդեպ շատերը կյանքի որակը պայմանավորում են պետության հզորությամբ։ Numbeo-ի հրապարակած 2025 թվականի կյանքի որակի ինդեքսը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային մամուլում։ Այս վարկանիշը հիմնված է օգտատերերի մուտքագրած տվյալների վրա եւ ցույց է տալիս առօրյա կյանքի տարբեր կողմերը։ Փողոցային անվտանգություն, առողջապահության հասանելիություն, տրանսպորտային ծանրաբեռնվածություն եւ կլիմայի հարմարավետություն։ Ամենաառաջին տեղը Ամերիկան է, որ որակով երկիր է։ Հետո Գերմանիան, եվրոպական երկրներից եւ Դանիան։ Ամենաբարձրը եվրոպական երկրներում։ Դե Եվրոպա։ Ամենալավ երկրները եվրոպական երկրներն են, ամերիկյան երկրներն են, որոշ մասը իհարկե։ Մեր հարցախույզի մասնակիցների մեծ մասը կարծում է, թե կյանքի որակով համաշխարհային առաջատարը ԱՄՆ-ն է, այնինչ ամենաբարձր ցուցանիշներն ունեն սկանդինավյան եւ արևմտաեվրոպական երկրները։ Առաջին հնգյակում են Դանիան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Ֆինլանդիան եւ Իսլանդիան։ Այս երկրները միավորում են մի քանի առանցքային գործոններ՝ բարձր եկամուտներ, զարգացած սոցիալական ծառայություններ, արդյունավետ առողջապահական համակարգ, մաքուր միջավայր եւ հանցավորության ցածր մակարդակ։ Վերջին հնգյակում երկրներ են, որոնք բախվում են լրջագույն սոցիալական եւ տնտեսական մարտահրավերների։ Վերջին տեղում է Նիգերը, որտեղ բնակչության մեծ մասին անհասանելի են խմելու ջուրը, սանիտարական ծառայությունները, առողջապահությունը, մոտավորապես նույն պատկերն է Չադում, Հարավային Սուդանում, նաեւ Սոմալիում։ Աղքատությանը զուգահեռ այս երկրները դիմագրավում են նաեւ անվտանգային եւ կլիմայական ճգնաժամերի։ Հարավային Կովկասը 2025-ի արդյունքներով հայտնվել է միջին դիրքերում։ Հայաստանը մոտավորապես 140 միավորով զբաղեցնում է 60-րդ տեղը։ Մեր երկրի առավելություններից առանձնանում են փողոցային համեմատաբար բարձր անվտանգությունը եւ կլիմայական հարմարավետությունը, սակայն խնդիրներ կան տնտեսական հնարավորությունների եւ բնակարանների մատչելիության ոլորտում։ Վրաստանը գրեթե նույն մակարդակի վրա 145 միավորով 57-րդ տեղում է։ Ունի զբոսաշրջային գրավչության եւ կենսունակ ծառայությունների ոլորտ, բայց ունի աղտոտվածության բարձր մակարդակ։ Թուրքիան միավորների քանակով ավելի բարձր է եւ ըստ զեկույցի 50-րդն է։ Թուրքիան առաջարկում է կենսապահովման ցածր ծախսեր, սակայն երկրի անվտանգային իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։ Հետաքրքրական է, որ Ադրբեջանը ցուցակում բացակայում է, քանի որ տվյալներ չի տրամադրում, բայց համեմատական վերլուծությունները եւ ՄԱԿ-ի մարդու զարգացման ինդեքսը ցույց են տալիս, որ նրա դիրքերը մոտավորապես համընկնում են ցածր մակարդակին եւ գտնվում ամենացածր կյանքի որակով երկրների 20-յակում։ Ամենացածր կարա Թուրքիան լինի, Ադրբեջան, որ ուզում եմ շատ ցածր լինեն, համարում եմ, որ ամենացածրն են իրանք։ Հայաստանի կյանքի որակի հետ չեմ կարող ասեմ, որ որևէ բան է կախված, ինչ որ որակը գնալով լավանում է, ես չեմ կարծում։ Ընդհանրապես չի լինում ամեն ինչը շատ լավ, բայց ասեք նորմալ է, խաղաղություն ենք կնքել։ Երաշխիքներ կան, որ պատերազմ չի լինելու, դա ամենակարևոր բանն է։ Ոչ մեկ չգիտի Հայաստանի վերջն ինչ է լինում։ Դե բնական է, որ լավ թոշակաստանում թոշակառուները ապահովված են, ոչ թե 36,000-ը, որ 3 օրում պրծնում է։ 2024-ի եւ 2025-ի տվյալների համադրումը ցույց է տալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կյանքի որակի համընդհանուր բարելավում։ Վրաստանն արձանագրել է ամենատպավորիչ աճը, մեկ տարում իր ցուցանիշը բարելավելով շուրջ 23%-ով։ Թուրքիան նույնպես ցուցաբերել է զգալի առաջընթաց, իր միավորներն ավելացնելով 21%-ով։ Հայաստանը ունենալով ամենաբարձր մեկնարկային դիրքերից մեկը նույնպես ամրապնդել է դիրքերը, ապահովելով մոտ 17% աճ։ Միակ բացառությունն Ադրբեջանն է, որի բացակայությունը 2025-ի ցանկից թույլ չի տալիս գնահատել դինամիկան, սակայն 2024-ին նույնպես կյանքի որակի ցուցանիշով զգալիորեն զիջում էր հարևաններին։ Մոնիկա Հայրոյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։ Նախագահի նստավայրում կայացել է նորանշանակ նախարարների երդման արարողությունը, երդվել են ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները բարեխղճորեն կատարել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ու շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։ Երդման արարողության ավարտին Նիկոլ Փաշինյանն ու Վահագն Խաչատուրյանը շնորհավորել են նախարարներին, մաղթելով բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք ի շահ պետության ու ժողովրդի։
Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը։ Եվ վերջում սեպտեմբերի 21-ին անկախության օրվա առթիվ Պաշտպանության նախարարությունը Երևանի Հանրապետության եւ Ազատության հրապարակներում կանցկացնի զինված ուժերի զինվորական նվագախմբերի տոնական քայլերթ եւ պատվո պահակային վաշտի զինծառայողների ցուցադրական ելույթներ։ Այդ առիթով մայրաքաղաքում որոշակի ժամերին փակ կլինեն մի շարք փողոցներ, որոնց ցանկը հրապարակել է քաղաքապետարանը։ Այսքան այս ժամի համար հիշեցնեմ, որ մեզ կարող եք գտնել սոցիալական բոլոր հարթակներում, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես Անին եմ Զաքարյան, ձեզ հրաժեշտ եմ տալիս, բարի ու խաղաղ գիշեր բոլորիս։